Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի Փայտաշեն բազմաբնակարան շենքերի բնակիչները չեն դադարում թմբկահարել իրենց կացարանների բնակության համար ոչ պիտանի եւ ծայրահեղ վթարավտանգ լինելու մասին։ Թեպետ նշում են, որ իրենց բարձրացրած աղմուկից ոչինչ չի փոխվում, այնուամենայնիվ մի վերջին հույսով ուշադրություն են ակնկալում իրենց հոգսաշատ թաղամասի համար։ Իմ վիճակից ինձ դուրս հանեք, էլ հնարություն է։ Են որ ասեմ եմ, թե մի հատ թույն եմ խմեմ վերջանամ, մաքուր ես կողմերը չտենամ, երեխութերից բրնեմ կը վախենալով տանեմ կը, որ չեր թահանգացակի պոլի վրա չեն գնի։ Պատվար, նայ, պատվարն եմ ընգնում, աղբեր ջանը, կարող է ես խապում եմ։ Ես եմ ցույց տամ, նայեք, սաղ, Աշոտաբերդը կազմված է երկհարկանի Փայտաշեն 24 տնակներից, որն 88-ի աղետից հետո տրամադրվել է շուրջ 300 անօթևան ընտանիքների ժամանակավորապես, սակայն ծառայում է արդեն 25 տարի։ Տասնամյակների ընթացքում Փայտը նեղել է բնակության հաճելի միջավայր դառնալով բազմաթիվ միջատների համար եւ ջերմաստիճանի բարձրանալու հետ գլխացավանք իրական բնակիչների համար։ Վարչապետայեգեստի, թե պրեզիդենտնայեգի մեր մոդը բացարձակ вообще այստեղ Աշոտաբերդ ոչ մի լավ չեն մտել։ Ոչ մի հարցով չեն տարկրվի։ Այնա ժողովուրդը ոնց այս վիճակի ապրում են։ Տակի վիճակը տենակ, կրիշը տենակ բան չկա։ Բացարձակ։ Ոչ մի բան։ Առանձնապես ոչ մի լավ բան չեմ տեսնում մեր շենքը, պատվալը փուլ եկած, տները փուլ եկած, թորս էլ արդեն 6 ամսը կանա, հիմա կմենզանա, որ ասեմ դուրս գա դուրը չենք կարա թողենք, որտեվ ի վիճակի չենք, որ թողենք ընկնի պատվալը։ Եվ նկուղային հարկերի ծածկերը, եւ ընդհանրապես միջարկային ծածկերը արդեն իսկ Փայտյա կոնստրուկցիաները չեն կարողանում աշխատել այնպես, ինչպես հարկն է, նրանք ճոճ են տվել, կանիչվածքներ, փտած են, հիմնականում բոլոր Փայտյա կոնստրուկցիաները թե ներսից, թե դրսից ունեն վնասվածություն, կա փայտի փայտոչիլ հասկացողությունը, որը արդեն իսկ վարակված են բոլոր Փայտյա կոնստրուկցիաները։ Թաղամասը Ստեփանավանի կարևորագույն եւ առաջնային լուծում պահանջող խնդիրներից է, որը համայնքը եւ նույնիսկ մարզը ի վիճակի չէ լուծել ինքնուրույն։ Այս մասին արդեն երկար ժամանակ տեղյակ են համապատասխան բոլոր կառույցները, սակայն խնդրի լուծման ոչ մի նշույլ, մինչդեռ այս մարդիկ շարունակում են անորոշության մեջ եւ ախովախով ապրել իրենց կյանքի ամեն մի վայրկյանը։ Ալանա Հապետյան, Ժան Գալստյան, Լոռու մարզից, Արմենիա հեռուստաընկերության համար։